Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի հոգեհանգիստն է։ Համայնքապետի հոգեհանգիստը մշակույթի եւ երիտասարդության տանն է։ Կենտրոնական փողոցում սև ժապավեն է, հրաժեշտ տալու են եկել հարազատները, ընկերներն ու համայնքի բնակիչները։ Հուղարկավորությունը վաղն է։ Մարդը կարճ ժամանակահատվածում առանց խոսք տալու, մեկ շաբաթ հետո կատարեց իմ ասածները։ Ես իրան չեմ էլ ընտրել եմ Լյուդվիգին, այո, բայց իրան չճանաչելով, բայց հիմա ես այս պահին խորը ցավ եմ ապրում, որ ասենք այս մարդը գործ էր անում, աշխատանք էր անում, մանկապարտեզներ ծրի սարքել, որ աշխատավարձից կարծեմ իրա հրաժարվել էր, եթե չեմ սխալվում։ Ոնց որ չհավատամ, որ ինքը ասենք դուշման ունենա, այդ եմ ասում, որ դժվար ինքը ասենք դուշման ունենալ էլի։ Չեմ հասկանում, ուղղակի մութ ես էլ մտածում եմ, ոնց կարա սենց լինի։ Ընտիր մարդ տեսակ, ոչ մի թերություն չուներ ինքը, ոչ մի խելոք, խելացի, բանիմաց, կիրթ, պահելու ձևը իրա։ Եթե մի բան էլ թերանում էր, կատակի էինք տալիս անցնում էր, այնքան լավ մարդ էր, վարքով ասելու բան չի, ընտիր, համեստ, գյուղում ինչքան թերություններ կար, ուղարկում էր վերացնում էին, գյուղապետարանով էր տեսել տենց, տուալետից բռնացրած կներեք, ամեն ինչը նորմալ վիճակի մեջ ա դրել, շատ նրբանկատ, ես հիշում եմ մի դեպք, որ իմ դասարանը ռեմոնտ արած չէր, մրոտ պատերով դասարան էր, զանգեցի, ասեցի, Վալոդյա, իմ դասարանը սենց վիճակում ա, ես տեղ չեմ, ոնց մտնեմ, աշակերտներից ոնց տանեմ, ասեց հոգ մի արեք ընկեր Գևորգյան, մի շաբաթվա ընթացքում ռեմոնտ արեց, իրա ուժերով, այն ժամանակ գյուղապետ չէր։ Պիտի պատժվեն, սա պատվեր էր, ուրիշ ոչ մի բան։ Ում կողմից կարող է պատվել լինել։ Դե, ես ինչ։ Ում ձեռք չէր տալիս այսպիսի համայնքապետը։ Չէ, այստեղ Կամ Վալոդիա Գրիգորյանը որպես մարդ։ Այստեղ բոլոր գյուղացիներն էլ հարգում էին։ Կարճ ժամանակում Վալոդյան հասցրեց անել առելի աշխատանք, սիրվել, հարգվել համայնքի բնակիչների կողմից եւ բոլորի համար մեծ կորուստ։ Դեմ խոսքեր չկան։ Ծանր է առաջին իհարկե։ Սա շատ մեծ ցավ է թե իր այդ մեծ կարևոր ուղին ընդհատելու տեսանկյունից եւ թե անձնական ողբերգություն է, նաեւ շատ կարևոր է, որ այսպիսի դեպքերը պատշաճ գնահատական ստանան ու մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, որպեսզի որևէ դեպքում նման իրավիճակներ ապագայում մենք չունենանք։ Ես ցավում եմ եւ ցավակցում եմ նաեւ բոլոր հարազատներին, ընկերներին ու հուսով եմ, որ մենք բոլորս միասին նաեւ ամեն ինչ կանենք, որպեսզի հիշատակը վառ պահենք։ Դաժան սպանությունից մեկ օր անց ոչ ոք չի ձերբակալվել։ Գիշերը լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Արամ Ղազարյանը շատ մանրամասներ չի հայտնել գործին չվնասելու համար, բայց վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները դեպքը բացահայտելու համար։ Ընդհանրապես կարող եմ արգելով ձեզ ներկայացնել, որ ձեռնարկում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որի վերաբերյալ բնականաբար չեմ կարող տեղեկատվություն ներկայացնել, գիտեք դեպքի հանրային հնչեղությունը, ամեն ինչ արվում է ոստիկանության կողմից եւ մեր մյուս գործընկերների քննչական մարմինների կողմից, ազգային անվտանգության ծառայության գործընկերների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքը ամբողջովին բացահայտվի։ Հավելյալ ոչինչ ձերբակալված անձ դեռևս չկա։ Իսկ աշխատանքները ինչպես են հարցակնվել այս գործով։ Հարգելի լրագրող, ինձ թվում է հարգելով նաև ձեզ, բայց ես չեմ կարող հիմա նախաքննական գաղտնիքներ ներկայացնել, ընդհանրապես ձեզ տեղեկացնում եմ, որ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, հավելյալ երբ որ կլինի այնպիսի տեղեկատվություն, որպեսզի լրատվամիջոցների միջոցով
մեր հանրությանը տեղեկացնենք, ձեզ անմիջապես կհայտնենք։ Նիկոլ Փաշինյանը այսօր իր ուղերձում, ցավակցական այդ ուղերձում վերջում անդրադարձել էր նաև ոստիկանության աշխատանքին, նշել էր դեռ պետք է պարզվի այդ կանխարգելիչ աշխատանքները ովքեր չեն արել, թերացել են նրանք էլ, այսպես ասած, պատասխանատվության ենթարկվեն։ Այս պայծրությամբ կան ազատվածներ կամ սպասում են պաշտոնանկություններ ոստիկանությունների։ Հարգելի գործընկեր, նորից եմ շեշտում, ձեր բարձրացած հարցի հետ կապված, այո, Հայաստանի Հանրապետության վարչապետը նման գրառում է արել եւ ցանկացած դեպքով մշտապես լինում են ուսումնասիրություններ եւ երբ որ կպարզվեն աշխատողներ, ովքեր թերացել են, բնականաբար կհետևի համապատասխան որոշումներ։ Ներկա պահին Հարություն ունենա վստահեցում, որ այս գործը միջև վերջ կբացահայտվի, մեղավորները, պատվիրատուները առհասարակայից դեպքի հետ կապված կլինի օբյեկտիվ քննություն եւ կհայտնաբերվի, որովհետեւ ըստ էության ենթադրում դուք ինքներդ եւ տեսած կլինեն կամ ձեզ հայտնած կլինեն, որ ասում են ընդդիմադիր գործի պարագայում ավելի քիչ են բացահայտումներ իրականացվում, եթե օրինակ իշխանության ներկայացուցիչի հետ կապված լիներ միանգամից ոստիկանությունն ամբողջ ուժով կբացահայտեր կատարվածը։ Հարգելի լրագրող, ես չեմ կիսում այդ կարծիքը եւ բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ մեր կողմից շատ հարգված եւ ընդունելի եւ կապ չունի անձի քաղաքական հայացքները ընդդիմադիր են թե իշխանամետ եւ մշտապես Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը եւ գործընկեր կառույցները մշտապես ձեռնարկել եւ ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ցանկացած դեպքի ամբողջական բացահայտման համար։ Արմավիրի մարզպետը վստահ է, որ կատարվածը քաղաքական պատվեր չէ։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Վոլոդիա Գրիգորյանի ընտանիքին հանդիպել է, իսկ լրագրողների այլ հարցերին հրաժարվել է պատասխանել, նշելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում։ Քաղաքական պատվեր չէ։ Պարզվի, մեղավորները պատասխան կտան։ Բայց եթե պարզված չէ, ինչ գիտեք, քաղաքական է թե քաղաքական պատվեր չի։ Քաղաքական չի։ Ինչ գիտեք։ Իսկ ինչ գիտեք, ինչ վարկածուն եք դուք։ Պարոն Խաչատրյան։ Չեմ կարող ասել ասկայն։ Երեք այնտեղ չեք եղել։ Իսկ ովքեր են պատասխանատու թե երկում թե մարզում ստեղծված իրավիճակի համար։ Առիթ ունենանք խոսանք։ Կատարվածը մեկնաբանել է Արդարադատության նախարարը Սրփուհի Գալյանը պատասխանել է հարցին, որ դեպքից անցել է 1 օրից ավելի, ինչու ոչ ոք չի ձերբակալվել եւ արդյոք համապատասխան ջանքեր գործադրվում են։ Իհարկե, պետությունը բավարար ջանք պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները եւ նաեւ մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որը ուղղված է հենց հանցավորության թվերի նվազմանը եւ հանցագործությունների կանխարգելմանը եւ այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմինների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի առջեւ, այլ խնդիրը շատ ընդհանուր է եւ խնդրի լուծման պատասխանատու նաեւ յուրաքանչյուր քաղաքացի է, ինչպես նաեւ շատ լայն սպեկտրի քաղաքացիներն են պատասխանատուները, սկսած մեր երեխաների կրթությունից, չգիտեմ, նախակրթական դպրոցից համապատասխան գիտելիքներ տալուց եւ այլն։ Այսինքն սա երկար եւ անընդհատ process է եւ քաղաքացին կարծում եմ խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, որովհետեւ մինչ այս պահը ամեն դեպքում համատարած հանցագործությունների վերաբերյալ որևէ տվյալ մենք չենք ունեցել, իսկ առանձին դեպքեր եղել են, կան եւ ես քանի որ Վարդագույն ակնոցների մասին շատ խոսեցի, չեմ կրում այդ ակնոցները եւ մարդկանց բնույթն ու էությունը հաշվի առնելով կասեմ, որ նաեւ լինելու է։ Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող եւ իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք, մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել եւ դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ որ միայն մեր երկրում է։ Այլ թեմաներ վարչապետն աշխատանքային այցով Ռուսաստանում է, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Նյու Յորքում ոտքի վրա կարճ զրուցել են, մանրամասներ հայտնի չեն։ Նրանք մասնակցել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին։ Նյու Յորքում արտգործնախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ։ Արարատ Միրզոյանն ու Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդարված քաղաքացիների ազատ արձակման, նաև Ադրբեջանում կոմիտեի գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի և հումանիտար հարցերի կարգավորմանը։ Շարունակենք կենսաթոշակառուների հետ վճարի քեշբեքի ծրագիրը կրկին երկարաձգվում է։ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար առաջարկվում է անկանխիկ վճարից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետ վճար տրամադրելու միջոցառման համար տրամադրել ևս 3 միլիարդ 219 միլիոն դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է ներկայացրել նախագիծը կառավարության նիստում, ընդգծել, որ հետ վճար տրամադրելու համար 2025-ի պետբյուջեով ի սկզբանե նախատեսված է եղել 12 միլիարդ 132 միլիոն դրամ, ապա տենդենսները հաշվի առնելով տարեկան ընդհանուր կանխատեսումը կլինի 16 միլիարդ 371 միլիոն դրամ։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս պահին կարգավորումների համաձայն հետ վճարով վերադարձվում է գործարքների 12%-ը, բայց ոչ ավելին, քան 6000 դրամը, և որ հետ վճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը։ Ներկայացված նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետ վճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեով նախատեսված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 3 միլիարդ 219 միլիոն դրամ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար։ Հետ վճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 միլիարդ 432 միլիոն դրամ, հետո ճշտվել է 13 միլիարդ 152 միլիոն դրամ, սակայն տենդենսները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 միլիարդ 371 միլիոն դրամ։ Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է, արդեն մոտ ունենք 350 հազար շահառու, ովքեր օգտվում են այս ծրագրից և ունենք ամսական մոտավորապես 2-3% աճ։ Նախագծով արդեն ներկայացրեցի, որ առաջարկում ենք այլ տողից վերաբաշխում իրականացնել, ուզում եմ հիշեցնել, որ այս պահի կարգավորումներով մենք հետ վճարով վերադարձնում ենք գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, և հետ վճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը, խնդրում եմ հաստատել։ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանն է անդրադարձել խոսակցություններին, թե իր փոխարեն մարզպետ են նշանակելու Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մարզպետն ասել է, որ ամեն ինչի էլ պատրաստ է, հարցին գոհ չեն իր աշխատանքից, նա պատասխանել է, որ չգիտի, հորդորել է հարցնել աշխատանքը գնահատողներին, իսկ ինքն իր ամենօրյա աշխատանքը կատարում է։ Գնացեք մարզում, հարցրեք, տեսեք ես ինչպես եմ կատարում իմ աշխատանքը, ասել է Միքայելյանը, իսկ վարչապետից աշխատանքից ազատման մասին հաղորդագրություն ասել է, որ չի ստացել։ Պաշտոնական դեռ որոշումներ չկա, կլինեն կտեղական։ Գոհ չեն ձեր աշխատանքից, բայց ինչ գիտեմ, դիտիրացից հարցեք ովքեր գնահատում են։ Դե դուք եք շփվում, դուք եք ուղիղ շփվում։ Այսինքն ես իմ աշխատանքը ամենօրյա ես կատարում եմ։ Դժգոհություն հայտնել են։ Գնացեք մարզում հարցրեք, տեսեք ես ինչպես եմ։ Այսինքն SMS դեռ չեք ստացել Նիկոլ Փաշինյանից։ Չեք ստացել, ուստեկություն չունեմ։ Պաշտոնական որոշում կլինի։ Պատրաստ եք այդպես հեշտ թողնել։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, ես անցել ունեմ, տարբեր մարմիններում ծառայել եմ, ես ամեն ինչին էլ պատրաստ եմ եւ դրանից։ Իսկ Արսենյանի հետ ինչ հարաբերություններ ունեք։ Նորմալ հարաբերություններ։ Ինքը նկատել եք որտեղ աչքին դեր պաշտոնի աթոռի վրա։ Նկատեմ, ես պաշտոնից կախված չեմ, ես իմ աշխատանքները ամենօրյա կատարում եմ ու կատարում եմ ինչեւ վերջ։ Իսկ ամեն ժամանակը կտրամադրեմ։
Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իմպիչմենթի հարցով այսօր դարձյալ ազգային ժողովում էր, նրան չեն ընդունել։ Ղազարյանը խորհրդարանի շենքի մոտ տեսաուղերձ է հղել, կոչանելով վաղը գնալ ազգային ժողով եւ մասնակցել իմպիչմենթի հարցով լսումներին։ Պատգամավորները դրսևորում են ոչ թե անհատական վարքագիծ, ինչը որ սահմանադրությամբ նրանց պարտականությունն է, այլ կոլեկտիվ վարքագիծ։ Դա նշանակում է, որ գոյություն ունի քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշում, որ խմբակցության կազմի ոչ մի պատգամավոր պետք է ընդունելության չմի, իրանք WhatsApp-ի խմբեր ունեն, կարծեմ խմբակցության տենց խումբել ունեն, երևի ընդհանուր շրջաբերական մի հանձնարարական ստացել են, ակն ես ուղղակի ենթադրում եմ, խմբակցության ղեկավարից ենթադրվում է, որպեսզի ինձ ընդունելության չարժանացնեն, իսկ ազգային ժողովի կանոնակարգը խմբակցությանը նման իրավասություններ չի տալիս, այսինքն յուրաքանչյուր պատգամավոր պետք է անհատապես գործի։ Ես նախապես ասել եմ, թե ինչ թեմայով եմ ուզում իրանց հետ հանդիպել, այսինքն իրենք գիտեն, որ հիմնական քննարկման թեման դա վարչապետին անվստահություն հայտնելու հարցն է, եւ իրենք պաստորեն խուսափում են, վախենում են այդ հարցի շուրջ քննարկումներ ունենալ քաղաքացիներից։ Իսկ այս ընդունելությունների հեղինակը ես չեմ։ Այսինքն ես չեմ խնդրել իրանց հետ հանդիպել։ Հանդիպումը իրենք են նախաձեռնել, ես սահմանված կարգով ոնց որ մյուս քաղաքացիները գրանցվել եմ եւ ներկայանում եմ ընդունելության։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Գազայի հատվածի խնդրի բեկումնային լուծում։ Մենք հույս ունենք եւ ես նույնիսկ կասեի, թե վստահ ենք, որ առաջիկայում մենք կկարողանանք հայտարարել ինչ-որ բեկման մասին, ասել է Ուիթքոֆը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի պաշտոնատար անձանց հետ եւ նրանց է ներկայացրել 21 կետից բաղկացած կարգավորման պլան Գազայում պատերազմը դադարեցնելու եւ Համասի տապալումից հետո կառավարություն ստեղծելու վերաբերյալ։ Այն ի թիվս այլ բաների նախատեսում է մնացած բոլոր պատանդների ազատ արձակում, մշտական հրադադար եւ ողջ իսրայելական զորքի աստիճանական դուրսբերում անկլավից։ Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ մի շարք այլ երկրներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարեցին Պաղեստինը ճանաչելու մասին։ Սիրիան եւ Ուկրաինան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք նախկինում խզվել էին Կիևի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի ներկայությամբ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ Կիևը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ 2022 թվականին Դամասկոսի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը ճանաչելու որոշման պատճառով։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պարզաբանել է, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ Բրազիլիայի եւ Չինաստանի պլանը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բրազիլիայի նախագահը մանրամասնել է, որ այդ պլանը ենթադրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորման աջակցող երկրների մասնակցությամբ հավաքի հրավիրում, որը ըստ Բրազիլիայի նախագահի իրական պայմաններ կստեղծի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Նպատակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հետագա բանակցությունների եւ հաշտության առաջարկության մշակումը կլինի, որը այնուհետև կհրապարակվի, նշել է Բրազիլիայի ղեկավարը։ Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը եւ նպատակ ունի զարգացնելու համագործակցությունն առևտրի, էներգետիկայի եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում 80-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Ռեջեփ Էրդողանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Թուրքիայի եւ Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային թեմաներ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Գազայում եւ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները։ Փեզեշքյանն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել երկկողմ հարաբերությունների եւ Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Իրանի նախագահի գրասենյակի տվյալով Փեզեշքյանն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել։ Նա պատրաստակամություն է հայտնել միջուկային խնդրի շուրջ եվրոպական կողմերի հետ բանակցություններ վարել ընդունելի շրջանակներում։ Մակրոնն էլ պատրաստակամություն է հայտնել աշխատել իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ։ Հանդիպումից հետո Մակրոնը X-ի իր էջում գրել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Նա հիշեցրել է, որ հաշվի առնելով Իրանի կողմից իր միջուկային պարտավորվածությունների չկատարելը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան որոշում են կայացրել ակտիվացնել Snapback մեխանիզմը եւ այդպիսով կրկին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Լեհաստանը բացել է Բելարուսի հետ սահմանը եւ սկսել է թույլատրել տրանսպորտային միջոցների մուտքը իր տարածք։ Սեպտեմբերի 24-ի առավոտյան Բելարուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի սահմանապահ ծառայությունից ստացել է պաշտոնական ծանուցում սեպտեմբերի 25-ին սահմանի բացման մասին։ Բելարուսի պետական մաքսային կոմիտեն ակտիվացրել է Լեհաստանի հետ սահմանի անցակետերում աշխատանքը Վարշավայի կողմից սահմանային անցակետերի գործունեությունը վերսկսելու որոշումից հետո։ Դա վերաբերում է նաև գնացքներին։ Լեհաստանը Բելարուսի հետ գործող բոլոր սահմանային անցակետերը փակել էր սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 9-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կողմից։ Նա մեկնաբանել էր, որ իր որոշումը պայմանավորված է բելարուսա-ռուսական Զապադ 2025 զորավարժություններով, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ից 16-ը։ Այս թողարկման համար թերևս այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։ Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել, քրեական ոստիկանության բացահայտումը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորհաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ եւ դրանք տեղադրելով իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին սեպտեմբերի 19-ին ժամը 13:30-ի սահմաններում Մայրաքաղաքի Գարեգի Նժդեի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած օփելով հանդերձ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 1 եւ 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի 6 փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի 6 փաթեթը ձեռք է բերել Telegram ալիքի միջոցով տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ եւ սպիտակ կպչուն ժապավեններով ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամինի 14 փաթեթ եւ այլն։ 42-ամյա տղամարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ վաղը տեղումներ չեն սպասվում, իսկ օդի ջերմաստիճանն այսօրվանից բարձրանում է 3-ից 4-ից։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։